Բարև ձեզ հարգելի քաղաքացիներ, ես քիչ առաջ դուրս եկա Նուբարաշենք հրակատարողական հիմնարկից, որտեղ քննիչի հետ եկել էինք իմ պաշտպանյալի քաղբանտարկյալ Արտակ Ավետիսյանի մոտ, հիշում եք Շենգավիթից, երբ օրեր առաջ ձերբակալվեց, հետո կալանավորվեց ատելության խոսքի մեղադրանքով եւ դրանից 2 օր առաջ մենք իսկապես տեսանք ինչ է ատելության խոսքը, երբ որ մայիսի 18-ին Նիկոլ Փաշինյանը ճակերտավոր շփումներ էր ունենում տարբեր քաղաքացիների հետ, բժշկուհու հետ, արցախցի Արտուր Օսիպյանի հետ, խոսքի ժամանակ դիմում էր Զարուհի Փոստանջանին, մի խոսքով։ Եվ մենք ամեն օր բարձրացնում էինք այդ հարցը, որ եղբայր, մի հատ էլ բացատրեք էլի այդ ատելության խոսքը, մի հատ Արտակի ելույթը դրեք, կողքին դրեք Նիկոլ Փաշինյանի խոսքերը ու մի հատ հասկացեք, թե եթե նա ատելության խոսք ապա սա ինչ է։ Եվ ասեմ ձեզ, որ Արտակ Ավետիսյանի գործով ունենք հետաքրքիր զարգացում, քննիչը երեք էր ինձ տեղեկացրել, բայց մինչև պաշտոնական չլիներ, ես որոշեցի դա չհրապարակայնացնել, դա այն էր, որ մենք պետք է այցելեինք եւ մեղադրանք փոխվեր եւ ուրեմն փաստորեն նույն ձայնագրությունը, որը առաջ որակվում էր որպես ատելության խոսք, հիմա արդեն որակվում է, ինձ թվում է շատերդ արդեն գուշակեցիք, որպես խուլիգանություն։ Ինչի շատերդ գուշակեցիք, որտեղ խուլիգանությունը ռեժիմի վերջի, այսպես ամենասիրած հանցակազմն է, եթե այլ մասերով խնդիր է ունենում, արարքը որակում է խուլիգանություն։ Լրիվ նույն ձևով ինչ որ քաղբանտարկյալներ, արդեն 2 անգամ նստած, հիմա Նարեկ Սամսոնյանը ազատության մեջ է, վարչական հսկողության տակ է, Վազգեն Սաղաթելյանը, ուրեմն տնային կալանքի ներքո է այս պայդրությամբ, բայց իրանց դեպքում էլի քաղաքական քննադատությունը որակեցին խուլիգանություն։ Ես ձեզ կարճ ասեմ, դրա մասին մենք շատ ենք խոսելու, կարճ ասեմ, որ ցանկացած ռեժիմի ժողովրդավարության աշճանը կարելի է դիտել, թե ինչպես են իրենք պոստսովետական ռեժիմների մասին է խոսքը, ինչպես են իրանք դիտում խուլիգանության հանցակազմը։ Ես տեղեկացնեմ, որ Հայաստանում 2010-ական թվականներին մի շարք վճռաբեկ դատարանի որոշումներով խուլիգանության հանցակազմը այսքան փոքր բան էր դառել։ Անձնական որևէ հարաբերություն խուլիգանություն լինել չի կարող, քաղաքականի մասին մարդկանց մտքով չի էլ անցել, որ դա կարող է քաղաքական խոսքը խուլիգանություն որակվի եւ այլն։ Իսկ հիմա ցանկացած քաղաքական խոսք, եթե այլ բաներ չեն կարողանում դնել, անունը դնում են խուլիգանություն։ Դե հիմա տեսեք համացանցում տարածված բազմաթիվ, այդ թվում նաև առաջի հերթին Նիկոլին պաշտպանողների խոսքը։ Տասնյակ օրինակներ անդադ բերում է։ Դա խուլիգանություն չի, դա երբեք խուլիգանություն չի դիտվելու, բայց քննադատական խոսքը իհարկե դիտվելու է խուլիգանություն։ Եվ այսպես վերավորակում իրականացվեց, այն պատճառով որ մենք անդադ խոսում ենք, նաև դուրս ենք ուղարկում, միջազգային մեր գործընկերներին ենք ուղարկում, ես չգիտեմ, ընդերից է հասել, իրանք են մտածել, բայց որոշել են շարի սպորտսանկից հեռու ատելության խոսքի հանցակազմը հանել Արտակի վրայից, դրա փոխարեն դնել խուլիգանության հանցակազմ։ Ավարտ հայտնեց այսօր նաև քննիչը, անսպասելի չէր մեր համար, մենք ենթադրում էինք, քանի որ 1 ամսյա կալանք է Արտակին տրված, պետք է շուտ հայտնեին ավարտը, որպեսզի շուտ հասցնեին գործը ուղարկել դատարան, այսօր ավարտը հայտնեցին, շուտով գործը կհայտնվի դատարանում, հավանաբար ընտրություններից անմիջապես հետո 8-9-10 այդ օրերին եմ ավելի շատ կանխատեսում, որ առաջի դատական նիստը կլինի, հիշեցնեմ, որ Արտակը 2 անչափահաս երեխաներ ունի, կինը սպասում է 4-րդ բալիկին, 1 չափահաս, 2 անչափահաս երեխաներ ունի։ Կինը սպասում է ուրեմն Արտակի 4-րդ բալիկին, եւ նրա արածը հանրությանը հայտնի է, այսինքն տեսագրությունը առկա է, կարող եք տեսնել, թե դա ինչ է իրենից ներկայացնում։ Կարող է մարդիկ ասեն, որ այդ խոսույթը լավն է, լավը չէ, ինչ ուզում եք կարող ենք քննարկել։ Բայց մի բան փաստ է, որ դա որևէ հանցագործություն դիտվել չի կարող, որտեղ ազատ խոսքի դրսևորում է։ Ատելության խոսք չի։
Իսկ եթե մենք դասական ատելության խոսք իրականացնող Նիկոլ Փաշինյանի պատասխանատվության հարց չենք բարձրացնում, ապա ցանկացած այլ խոսք, ատելության խոսք, թե խուլիգանություն, թե որևէ այլ բան դիտել են, նորից ասեմ, Նարեկես Վազգենենց օրինակահաշներից առաջ, թե ինչպես ընթացքում մեկնաբանությունը խուլիգանության, ասենց ընդարձակվում։ Ապա դա ուղղակի ոչ իրավաչափ է։ Դա ուղղակի ոչ իրավաչափ է, հակաժողովրդավարական է։ Շատ ենք խոսելու դրա մասին, այս բանին այսքանով սահմանափակվեմ, արտաքին մասով մի բան եմ ուզում ասեմ, արտաքին հարցնում եմ, ասում եմ, ինչ որ խոսք ունես փոխանցելու հանրությանը, արտակը մի կարևոր բան ասեց, ես արտակի առումից եմ հիմա սա ասելու, սա գուցե ազատության մեջ գտնվող եւ ազատության մեջ գտնվողների համար եւ քրեակատարողական հիմնարկներում ընկերներ, ազգականներ, հարազատներ չունեցողների համար երկրորդական հարց թվա, բայց իմացեք, որ մարդկանց համար, ովքեր որ հատկապես ունեն բանտում հարազատներ, դա շատ կարևոր է։ Ընդ որում արտակը իր մասին չի ասում, որտեվ ինքը այտենց խնդիր առանձնապես իհարկե չունի, բայց իր բնավորության համաձայն ուրիշների մասին մտածելու իր բնավորության համաձայն ասեց խնդրում եմ, եթե հնարավոր է փոխանցես այն, որ մենք այստեղ խնդիր ունենք Նուբարաշենում, ընդ որում Նուբարաշենի խնդիրը չի սա, հատուկ նշեմ, սա կազմակերպական խնդիր է, որտեղ ես էլ տեսա դուրս եկա, մարդիկ գալիս են օրերով հերթ են կանգնում, որպեսզի իրենց հանձնուկները իսկ, այսպես սլենգով ասած, բանով առօրյա խոսքով ասած տուլիկները փոխանցեն իրենց հարազատներին եւ քանի որ ընդամենը մեկ պատուհան է, ինչքան էլ այդ ծառայողները լավ աշխատեն, ուղղակի չեն հասցնում։ Մարդիկ գալիս են, ճաշ են եփում, գալիս են 1-2 օր էս արևին, էս գնալով արդեն, ու հասկանում եք արդեն, մնում են արևի տակ, բայց կարող է 1-2 օր հետո նոր իրանց հերթը գա։ Ընդ որում ես ասեմ, այս խնդիրը 100% կարող եմ ասել, որ շատ ավելի սուր է, այն պատճառով, որ հիմա ուղղակի բանտերը լցվում են։ Ամեն օր լցվում են քաղաքական գործերով։ Ամեն օր չկա, որ քաղաքական գործերով մարդկանց չբանտարկի։ Եվ այդ պատճառով, գերբեռնվածության պատճառով, արդեն վաղուց այդ մեկ պատուհանը չի երիքում, որպեսզի նորմալ իրականացվի այս ամեն ինչը։ Դա կազմակերպական հարց է, սա, այսպես ասած, ավելի շատ արդարադատության նախարարության հարցն է, կազմակերպելու եւ նոր ինչ-որ կետ բացելու, ոչ թե մեկ այլ երկու հերթով մարդիկ մտնեն, բայց դա շատ կարևոր հարց է։ Այս հարցը ես ուզում եմ արտակի անունից բարձրաձայնեմ, բարձրաձայնեցի արդեն եւ շատ այսպես բան է, էլի հուզիչ է նաեւ, որ մարդը որտես ինքը հազար ու մի խնդիրների մեջ, բայց ասում է այս սրա մասին եմ ուզում խոսես, չէ, մնացածի մասին չեմ ուզում խոսես, ուզում եմ խոսես սրա մասին, որտեվ իսկապես մարդիկ տատիկներ, տարիքով մարդիկ գալիս են մի կերպ գալի հասնում են այս աշխարհիցերը մի աման ճաշ իրենց երեխեքին փոխանցելու համար, բայց ասենք կարող է 2 օր այս արևի տակ այս ամեն ինչի տակ հերթ կանգնեն մինչև իրաց հերթը հասնի։ Դա մեղմ ասած անմարդկային վերաբերմունք է թե բանտարկյալների, թե հատկապես դրանց հարազատների նկատմամբ։ Եվ առհասարակ բանտերի այս գերբեռնվածությունը սա խայտառակ վիճակ է, անընդհատ արտաքին կոնկրետ արմավիր էին տանել, արմավիրը չեն ընդունել գերբեռնվածության պատճառով։ Դրա համար են բերել Նուբարաշեն։ Արմավիր քրեակատարողական, այսպես կոչված Չոբանքյարը։ Եվ վերջում ես արդեն խոստացել եմ, որ մինչև ընտրությունները ցանկացած թեմայով ավտոլայվ անելուց պարտադիր ես ասելու եմ, որ իմ կոչն եմ անելու անպայման գնալ եւ մասնակցել ընտրություններին, գնալ եւ քվեարկությանը մասնակցել, անպայման մասնակցել եւ ձայն տալ որևէ ընդդիմադիր անջատվեց կապը, ավարտում էի, ընդամենը խորհուրդ է տալիս պարտադիր մասնակցել ընտրության, անպայման հունիսի 7-ին գնալ, որպեսզի մեր երկիրը վերադառնա հայկականության դաշտ, օրինականության եւ իրավակարգի դաշտ, խայտառակ բաներ չլինեն, խայտառակ միակողմանի որոշումներ չլինեն եւ իրավապահ համակարգը իսկապես զբաղվի հանցավորությամբ, այլ ոչ թե քաղաքական սպասարկմամբ գործող իշխանությունների։ Այսքանը, շնորհակալություն, հաջողություն։